Բայց նա այդպիսի խորհուրդ է տալիս, գուցե երբեք չի տիրապետել համընդհանուր լեզվին, քանզի երբ սուզվում ես նրա մեջ, պարզ է դառնում, որ աշխարհում միշտ մի մարդ սպասում և փնտրում է մի այլ մարդու, լինի դա անապատում, թե մեծ քաղաքում, և երբ այդ երկուսի ճանապարհները հատվում են, երբ նրանց հայացքները հանդիպում են, և անցյալը և ապագան կորցնում են իրենց իմաստը, մնում է միայն այն պահը և անհավատալի վստահությունը, որ աշխարհում ամեն ինչ գրված է միևնույն ձեռքով, մի ձեռք, որը սեր է բորբոքում, և ամեն մի աշխատող, հանգստացող կամ հողին ընդերքում գանձ փնտրող մարդու համար փնտրում գտնում է նրա հոգի երկվորյակին, այլապես երազանքը, որով համոքված է մարդկային ցեղը, ոչ մի իմաստ չէր ունենա: Նա նրա մոտ նստեց այնքան ժամանակ, մինչև մանրամուտի արևը ավազը ներկեց վարդագույն: Նա դեպի անապատը գնալու անհագուր ցանկություն զգաց, որպեսզի ստուգի նրա համր լռության մեջ չի՞ գտնվի իր հարցերի պատասխանը: Նա որոշ ժամանակ աննպատակ թափառում էր, միշտ աչքի առաջ պահելով օազիսի արմավենիները, ականջ էր դնում քամու ձայնին, ոտքերի տակ զգում քարերի կոշտությունը, երբեմն խեցիներ էր տեսնում, որոնք նրան հուշում էին, թե անհիշելի ժամանակներում այս անապատի տեղը ծով է եղել, հետո նստեց քարին ու դյութված հայացքը հառեց դեպի փռված հորիզոնին: Նա սերը չէր պատկերացնում առանց տիրելու, բայց կինը անապատում էր ծնվել, և եթե որևէ մեկը նրան կարող էր սովորեցնել այդ բանը, ապա դա կարող էր միայն անապատը անել: Նա այդպես նստեց, ոչ մի բան չմտածելով, մինչև գլխավերևում մի շարժում զգաց, հայացքը բարձրացրեց և երկնքում բարձր ճախրող երկու բազե տեսավ: Նա երկար նայեց նրանց, հետևելով նրանց գեղատեսիլ թռիչքին: Թվում էր, թե անկանոն մի թռիչք է, բայց պատանին դրա մեջ իմաստ էր զգում, միայն թե չէր կարողանում ասել ինչ իմաստ: Նա որոշեց հետևել նրանց յուրաքանչյուր շարժմանը, գուցե դրանցում կարողանա մի բան կարդալ, գուցե անապատում իրեն բացատրեին, թե ինչ է սերն առանց տիրելու: Անսպասելիորեն քունը տարավ, սիրտը դիմադրում էր, կարծես ասելով. «Դու մոտ ես համընդհանուր լեզուն հասկանալուն, իսկ երկրի վրա ամեն ինչ, նույնիսկ բազեների թռիչքը, իմաստ ունի»: Նա մտքում շնորհակալություն հայտնեց ճակատագրին, որ իրեն սեր է տվել: Երբ սիրում ես, ամեն ինչ ավելի է իմաստավորվում, մտածեց նա: Այդ պահին բազեներից մեկը կտրուկ խոյացավ մյուսի վրա, և այդ ակնթարթին պատանու աչքին տեսիլք երևաց: Սովորեցրու ինչպես թեկուզ մի ակնթարթ քամի դառնա: Այն ժամանակ էլ կքննարկենք մարդու և քամու սահմանափակ հնարավորությունները: Քամին հետաքրքրասեր էր, այսպիսի մեկին դեռևս չէր հանդիպել: Նա կուզենար այդ մասին մանրամասն խոսել, բայց չգիտեր ինչպես մարդուն քամի դարձնել: Ու տես, որ ինքը շատ բան գիտեր անել: Անապատն էր սարքում, նավեր էր խորտակում, տապալում էր հարյուրամյա ծառեր, թռչում էր հսկա քաղաքների վրայով, լեցուն երաժշտությամբ ու տարօրինակ աղմուկներով, բայց մարդուն քամի սարքել չգիտեր: Նա կարծում էր, թե իր հնարավորություններն անսահմանափակ են, բայց ահա հայտնվել էր մի տղա, որ հայտարարում է, թե դեռևս շատ բաներ կան, որ քամին չի արել: Դա սեր է կոչվում, ասաց նա, տեսնելով, որ քամին համարյա պատրաստ է կատարել իր խնդրանքը: Երբ սիրում ես, կարող ես դառնալ ամեն ինչ: Երբ սիրում ես բոլորին, պարտադիր չէ հասկանալ, թե ինչ է կատարվում, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում մեր ներսում, և մարդը նաև ընդունակ է դառնալ վերափոխվել քամու, իհարկե եթե քամին նրան օգնի: Քամին շատ ինքնասեր է: Այդ պատճառով էլ նախոսքերը վրդովվեցին նրան: Նա սկսեց ուժգին փչել անապատի ավազը օդի հանելով, բայց վերջիվերջո ստիպված էր ընդունել, որ չնայած անցել է ողջ աշխարհը, բայց մարդուն քամի դարձնել չի կարող: Աշխարհի վրա շրջելով ես շատ անգամ եմ տեսել, թե ինչպես մարդիկ սիրո մասին խոսելիս երկինք են նայում, ասաց քամին կատաղած, որ ստիպված էր խոստովանել իր անզորությունը: Գուցե արժեր, որ դու էլ երկնքի դիմես, հը՞: Այդ դեպքում օգնիր ինձ, պատասխանեց նա: Փոշի բարձրացրու, որպեսզի ես արևին նայելուց չկուրանամ: Քամին էլ ավելի ուժեղ փչեց, ամբողջ երկինքը պատեց ավազափոշով, արևը վերածվեց մի ոսկեգույն սկավառակի: Քամին ինձ ասաց, որ դու ճանաչում ես սերը, արևին դիմեց նա: Իսկ եթե այդպես է, ուրեմն պետք է ճանաչես
Աշխարհի հոգին, չէ՞ որ նա սիրուց է ստեղծված։ Այստեղից ինձ տեսանելի է աշխարհի հոգին, պատասխանեց արևը։ Նա դիմում է իմ հոգուն, եւ մենք միասին խոտին ստիպում ենք աճել։ Իսկ ոչխարներին տեղից տեղ տեղափոխվել ստվերը փնտրելու։ Ես գիտեմ, որ մի քիչ էլ մոտենամ երկրագնդին, այստեղ ապրող ամեն կենդանի բան կմեռնի, նաեւ աշխարհի հոգին կդադարի գոյություն ունենալ։ Ու մենք հեռվից հեռու ենք նայում իրար ու հեռվից հեռու սիրում միմյանց։ Ես երկրագնդին կյանք ու ջերմություն եմ տալիս, իսկ նա ինձ գոյության իմաստ։ Դու ճանաչում ես սերը։ Ես ճանաչում եմ աշխարհի հոգին, քանզի այս անվախճան տիեզերական շրջապտույտի մեջ նրա հետ շատ եմ զրուցում։ Նա ինձ պատմում է, թե որն է իր ամենամեծ դժվարությունը։ Մինչև հիմա միայն քարերն ու բույսերն են հասկացել, որ աշխարհում ամեն ինչ միասնական է։ Կդառնա, ու այսքանից հետո մեջ եմ ուզում կարդալ։